Այս ընտրությունները չեն կարող սահմանափակվել միայն թոշակների, աշխատատեղերի կամ ճանապարհների հարցերով։ Դրանք ցանկացած իշխանության բնական եւ պարտադիր գործառույթներն են։ Այս ընտրությունները շատ ավելի խորքային են։ Դրանք վերաբերում են մեր պետության հիմքերին եւ մեր ապագայի ուղղությանը։ Այս անգամ մեր ընտրությունը պետք է հիմնված լինի ոչ թե կարճաժամկետ խոստումների, այլ արժեքների վրա, որովհետև միայն արժեքների վրա կառուցված ընտրությունն է կարող ստեղծել կայուն, արժանապատիվ եւ ինքնիշխան պետություն։ Մեր գլխավոր նպատակները կառուցված են երկու հիմնական ուղղությունների վրա՝ ներքին եւ արտաքին։ Ներքին ճակատում մենք պարտավոր ենք վերակերտել ազգային ոգին եւ ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ հայ մարդու արժեհամակարգը դառնում է հասարակական կյանքի առանցքը։ Մեր մշակույթը, քաղաքական համակարգը, հեռուստատեսությունը եւ լրատվամիջոցները պետք է կրկին ծառայեն այդ նպատակին, լինելով ոչ թե դատարկ աղմուկի, այլ արժեքների կրող եւ ձևավորող։ Պետք է հստակ մերժել մակերեսայնությունը, աղմուկը եւ հասարակությանը պառակտող բովանդակությունը, դրանք փոխարինելով բովանդակային եւ արժեքային հենքով։ Դրանք պետք է մեզ վերադարձնեն հայկական ոգուն, ստեղծագործ աշխատանքին, արժեքներին եւ Աստծուն մոտ լինելու զգացողությանը։ Միայն այն հասարակությունն է ուժեղ, որը ներսից ունի արժեք, հավատ եւ նպատակ։ Ազգը նախ ներսից է հզորանում եւ միայն դրանից հետո է դառնում ազդեցիկ արտաքին աշխարհում։ Արտաքին քաղաքականության մեջ մենք պետք է առաջնորդվենք բացառապես Հայաստանի շահերով եւ միջազգային հարթակներում հետեւողականորեն առաջ մղենք այն օրակարգը, որը ծառայում է մեր պետականության ամրապնդմանը։